Առաջարկվող օրենսդրական փոփոխություններով երկու անգամ կավելանան օնլայն խաղատների եւ բուքմեյքերական գործունեության տուրքերը։ Կունենանք տարեկան շուրջ 13 միլիարդ դրամ հավելյալ պետական եկամուտներ։ Այս մասին Ազգային ժողովի մարտի 6-ի նիստին հայտարարել է Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հայկ Սարգսյանը։ Նրա խոսքով վերջին տարիներին աշխարհում նաեւ Հայաստանում գրանցված ինքնասպանությունների զգալի թվի պատճառը խաղամոլությունն է։ Ըստ Սարգսյանի դրանից անմասն չէ նաեւ բանակը։ 2024-ին բանակում տեղի ունեցած ցավալի ինքնասպանություններից կեսից ավելին խաղամոլության հետևանք են եղել, ընդգծել է Սարգսյանը։ Նրա խոսքով 2024-ին օնլայն խաղատների հաշիվներին լիցքավորվել է ավելի քան 811 միլիարդ դրամ։ Եթե այդ գումարները մտնեին տնտեսության մեջ, հնան կաճեր 10-ից 15%-ով, պետական եկամուտները 7.34%-ով։ Առաջարկվող օրենսդրական փոփոխություններով երկու անգամ կավելանան օնլայն կազինոների եւ բուքմեյքերական գործունեության տուրքերը։ Կունենանք տարեկան շուրջ 13 միլիարդ դրամ հավելյալ պետական եկամուտներ։ Հավելյալ պետական եկամուտները դառնալու են դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, ճանապարհներ ու այլ ենթակառուցվածքներ, ներքին եւ արտաքին անվտանգային համակարգեր։ Ֆինանսական բեռի բարձրացումը մենք ձևակերպել ենք այնպես, որպեսզի այն ամեն տարի բարձրանա եւ այս գործիքի միջոցով մենք կարողանանք լուծել օպերատորի հարցը։ Օպերատորի միջոցով մենք սահմանափակելու ենք մեր հայրենակիցների կազինո խաղալու հնարավորությունները, որոշ սոցիալական խմբերի եւ պետծառայողների դեպքում ընդհանրապես արգելելու ենք այն։